Նախընտրական բարեգործություն։ Շատ հուզիչ է։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Հայաստան դաշինքի աջակիցը, որը նաև դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարն է, փետրվարի 7-ից հետո Լոռու մարզի ընտրող բնակչին անհատույց գումար է տվել։ Փոքր իրավական մանրուք։ Այդ պահին ընտրությունները նշանակելու հրամանագիրն արդեն ուժի մեջ էր, իսկ ընտրության հետ կապված բարեգործությունը արգելված է։ Բայց պատմությունը օգնությամբ չի ավարտվում։ Ըստ պաշտոնական նյութի, նույն անձը այլ անձանց հետ խոչընդոտել է մեկ այլ բնակչի ազատ քվեարկությանը բռնության սպառնալիքով։ Ամբողջ ճաշացանկը տեղում է։ Մեկին փողում, մյուսին ճնշում, մեջտեղում գրասենյակային համակարգ։ Ձայնագրության մեջ էլ քաղաքական նշանները բաց չեն թողել։ Քոչարյանի Ռոբի հետ էր ման գալիս։ Քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալն են։ Շատ քաղաքացիական է, շատ ժողովրդավար է, շատ ժողովրդի ընտրություն է։ Կոմիտեն հայտնում է, քրեական վարույթ է նախաձեռնվել, կան ձերբակալվածներ, կատարվել են խուզարկություններ։ Եվ հիշեցնում է, ընտրակաշարք ստալու կամ ստանալու համար նախատեսված է 7-ից 8 տարվա ազատազրկում։ Մեղավորությունը կորոշի դատարանը։ Բայց մեթոդը արդեն երևում է։ Կոչիր բարեգործություն, ավելացրու տեղական հեղինակություն։ Համեմիր վախով և հույս ունեցիր, որ ընտրողը կմոռանա, ինքը քո ազատ է։